տեսա այն բանի, ես էլ որ դոկտորական էի պաշտպանում Գերմանիայում գնացի իրեն արձակուրդի ժամանակ տեսա, ինքը մի հարց տվեց հետաքրքիր, ասեց իմ մասին ինչ են պատմում Գերմանիայի հայերը, ասում դե պատմեմ որ դուք շպիոն եք եղել, բա ով է պատմում, ասեցի դե Գարեգին arczepiskopos Բեկչյանը, թեմի առաջնորդը կամ իր քարտուղարը Վերուժան Սարգսակ Սեդեֆյանը, ինքը ասում է չէ, այդպես չի եղել, ասում բա ոնց է եղել, ինքը ասեց դե ես մի սիրուհի ունեի, պարսկահայ կին էր, ինքն էլ ամուսնալուծված էր, ես այդ սիրուհու հետ էի ման գալիս, բայց իր նախկին ամուսինը ինձ խանդում էր, մի օր եկավ տենց գիշերը հարձակվեց վրաս, ես էլ գազով ատրճանակ ունեի գրպանումս, հանեցի կրակեցի այդ մարդու վրա և ինձ բռնեցին, ձերբակալեցին ու գիշերով արտաքսեցին երկրից։ Ես մի քիչ ժպտացի, որովհետև ասենք Գերմանիայի օրենքներին ծանոթ եմ, էլի, եթե դու տենց քրեական հանցագործություն ես գործում, քեզ մի գիշերում չեն արտաքսում, այլ դատական ընթացք է լինում, որ մոտ մի 6 ամիս տևում է, բայց եթե իրեն այդպես են արտաքսել, լավ, ընդունենք։ Ու ինքը ասեց, խնդրում եմ, որ գնաս նորից հետ Գերմանիա, բոլորին այս տարբերակը պատմի, որ ինչի համար եմ ես արտաքսվել, որ սա ուղղակի sense կենցաղային խնդիր է եղել։